Ծառուկյան քաղաքումները Հայ ժողովրդի դեմ խաղ չկա։ Ծառուկյան քաղաքոյին կբարևես մոտ։ Չեմ քաղաքոյին մոտ օրես կբարևես։ Եղավ։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում։ Մենք այս պահին գտնվում ենք Աբովյան քաղաքում, Սասուր Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ ենք մեզ այստեղ հրավիրել քաղաքագետ Արամ Ավետիսյանը, ով րոպեներ անց կժամանի այստեղ գերշքեղ առանձնատուն է, հենց նոր դրոնով իրականացնում են նկարանումներ եւ ասում են մի քանի տարածք շինություն է այստեղ, առանձին անվտանգության աշխատակիցների համար նստավայր, լողավազան, մի քանի շինություն ներսում եւ հատկանշական է, որ սա այն նույն տուֆն է, որով կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին եւ սիրելի հայրենակիցներ, մինչ Արամ Ավետիսյանի այստեղ ժամանելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումներ ստանաք առաջին, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի էլ ավելի շատ հայրենակիցներ դիտեն։ Դե ինչ այս պահին մենք տեսնում ենք Արամ Ավետիսյանի մեքենան մոտենում է եւ հիմա գա եւ զրուցենք նրա հետ։ Ողջույն Արամ, պետք է խնդրեմ մանրամասներ ներկայացնես ինչի համար ենք մենք եկել Աբովյան քաղաք եւ ինչ բացառիկ հաղորդում է սպասվում մեր հայրենակիցներին։ Մենք հիմա գտնվում ենք Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ եւ ում առանձնատունն է սա, ում դղյակն է սա։ Ողջույն Արթուր եւ ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին։ Ես նշեմ, որ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել Աբովյան քաղաքից, Կոտայքի մարզից, կապված
Ծառուկյան Գագիկի տխրահրճակ այդպես կլանի, քրեոլիգարխիկ կլանի մասով եւ այսօր մենք գտնվում ենք Ծառուկյան Գագիկի անվտանգության այդ արխանի պետ ինչ-որ Էդո, Ծառուկյանի Էդոին ասում, Էդուարդ Բաբայան, եթե չեմ սխալվում, որը որ գործող քաղաքապետ է Աբովյան քաղաքում, Ծառուկյան Գագիկի շնորհիվ այդպես քրեոլիգարխիկ համակարգով ընտրվել է քաղաքապետ եւ ազանգ ենք ստացել, որ այս երևույթը համարվում է Ծառուկյան Գագիկի այդպես ճուտը 6 նոց Աբովյան քաղաքում քրեոլիգարխիկ համակարգի մասը կազմում եւ ինչ ենք մենք բարձել, ուրեմն Էդո եթե դու տենց քեզ թվում է առաջի դասանի կրթությամբ խելոք ես Ծառուկյան Գագոյի հետ միասին չարաչար սխալվում ես ուրեմն ինչա կատարվում Աբովյան քաղաքում սա պայմանավորվել է Ծառուկյան Գագիկի հետ որ ստենդը իրար հետևից խոսան իրար հետ կապ չունեն նեղացած են ինքը առանձին սուբյեկտ է Գագոն առանձին որովհետեւ Գագոյի վերջը եկել է նա փդելու է բերթում ու ոչ միայն նա նրա այդ փոխկապակցած անձինք եւս Նարի Հունյանյանի կամերում են փդելու ուրեմն այս երևույթը ձևա բռնե որ ինքը կապ չունի Գագոյի հետ Ծառուկյան եւ փող այդպես պայմանավորված ուղղակի գործունեություն են ծավալում Գագոն ասլա դե sense թե ինձ գալու են բռնեն վիճակս վիճակ չի որ քեզ էլ չձերբակալեն որ դու էլ չգաս կողես վերընկնես խաղ խաղանք քանի ես նստած եմ դու կլնես ազատության մեջ եւ իմ գործերը առաջ կգցես եւ այս կոնտեքստում ինչա տեղի ունենում Աբովյան քաղաքում այս երևույթը արդեն պարզվում է որ գործող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների մեջ արդեն մուտիտ գցում կռիվներ սարքում ինչ որ տունա կառուցել արխանի պետը ասենք Գագոյի նասկին որ սեփական ոչիլ չուներ մորցել է սարային մեկ կահույքի թաթունես գործով Ծառուկյանի մորանունը լեիր տվե սուտի գողական հանենք հրապարակ ենք արա ու ինչա կատարում լես եսի ինչին նայեք ու ինչա տեղի ունեցել այդ եկեղեցու քարը մնացել է բերես թե տունա սարքե նայում ես նույն քարից է պատրաստված ու սա պետք է ինչ-որ մի հատ քրեական քրեոլիգարխիկ ինչ-որ մի հատ երևույթի արխանիկը ճուտը սենց առանձնատուն ունենա անշարժ գույքեր ունենա ես նշեմ որ սիրելի հայրենակիցներ ապագայում նաև Երևան քաղաքում փող կապակցված սրանց հետ կապված դեպք ունենք 30-ից 40 բնականի մասին է խոսքը որը որ եւս հանդիսանում է ուրիշի անունով են գցե որ պետությունը ձեռներից չվերցի սրանու Ծառուկյան Գագոյինն է եւ ինչա տեղի ունենում սա նաեւ մենք տեսանյութը կհրապարակենք սիրելի հայրենակիցներ թե այս տան տարածքը քաղաքապետի ժամանակին եղել է ուղակի այգի այստեղ երեխաների համար այդպես ատրակցիոններ են եղել, պուրակա եղել, մենք տեսանյութը ունենք տարիներ առաջ, թե ինչպիսի տարածք է եղել քաղաքացիների համար եւ սա եկե զավթել է այս տարածքը, մշակութային տարածքը մեր աբովյանցիների, որ երեխեքին այստեղ կարուսել բան էին բերում, քանդե տուն է իրան սարքե։ Այդտենց մտածում ես քաղաքի մասին։ Բայց դու քանդի այդ կարուսելները այդ այգին հետ սարքի արա։ Այս տունն էլ է պետականացվելու։ Ծառուկյան Գագոյի հետ կապված ով ուզում է լինի, ձեր վերջը եկել է արա։ Անդառնամ հիմա հաջորդ մեր բացահայտմանը Էդուլիկի հետ կապված։ Ուրեմն լսի արա, քեզ որտես շուսի տղուտեր ես դրե, դու մի բան ես մոռանում, որ մեր անօթաչու թռչող սարքերը այդտեղ պատտվում են։ Ու բացի այդ, հայ ժողովուրդը մեր հետ արա, մենք շատ ենք։ Ու այն որ Ծառուկյան Գագոյի արխանիկը, այն Եզդին իմացար ում հետ եմ, որ անծանոթ ավտոյով գալիս է մտնում է տունդ, նստում ես ավտոյի հետևը, եթում ես Ծառուկյանի տուն։ Մինչև բռնվել է, որ պայմանավորվեք հրահանգները ստանաս։ Գիտես տեղյակ չենք դրանից արա։ Ես ի՞նչ խաղ ես խաղում։ Ում տեղն ես քեզ դրե։ Քո վերջը եկել է արա։ Մենք արդեն քեզնով զբաղվել ենք։ Ու սիրելի հայրենակիցներ, այս կոտայքի մարզը ոնց հասկանում պետքա ազատագրենք մենք։ Այս նախկին ռեժիմի թափթփուկներից, որոնք որ արդեն ինչ որ նոր սխեմա են մշակել, տրոյական ձիերը։ Ստեղ նորից նշենք որ էլի այդպես սուբյեկտներ կան արտուր, ինչ որ գազի վարդանիկ, ինչ որ մատ տրանսգազի գառնիկ կար, կհիշեք որ ողջ հանցանցը ողողված է, դրաններ են անդառնալու, գառնիկ, էդիտային կբարևես։ Ու մի հատ էլ ինչ որ մարդա ուղարկեց վերջերս կնիկը բաժանվում է, մենակ հաղորդում չանեք, գառնիկից վիճակը կրկրված նստած է,
վախենում է որ արա հա ժողովրդի տները քանդել եք այս օրվա մասին չեք մտածում որ ձեր տունն էլ է դա հասնելու այդ բումերանգ է դա որ այսքան վատություն եք այս ազգին արել թողելու ենք անցնել այդ հար Էդուլիկ, Գառնիկ, Վարդանիկ գազի ու խորհուրդ կտամ գազի Վարդանիկի հետ եւ այդ տրանս գազի հետ Գառնիկը ինչա մեր Էդիտայի սիրելին այդ որ կազինոյի փողերով Էդիտայից լավ էլ բան արել տների տեղա դարձրել շուտ մեքենաների գնե խորհուրդ կտամ Գառնիկի ու գազի Վարդանիկի հետ մոտիկից շփված իրանց հարազատներին, իրանց շրջապատին գնան մի հատ արյան անալիզ հանձնեն որտեվ Գառնիկ այդ ում հետ որ այդում ես հյուրանոցները սպիդով հիվանդ է արա այ դուք էդ եք հիմա ինչ վերաբերում է Արտուր նաև այս ինչ որ այս երևույթին ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում արա այն որ ամիսներ առաջ ին վրա ինչ որ մի հատ վիժվածք էին ուղարկել որ եկավ խփեց փախավ 2 ժամ հետո սահմաններ անցնում Բավրայով ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում ու շատ ուշադիր լսի արա ինքը սահմանը անցնելուց առաջ Կոտայքի մարզում ա եղել ու սպասում ենք մի քանի օրից շատ կարևոր փաստի հաստատման այդ փաստը հաստատվելուց հետո Ծառուկյանի Էդո Գագիկ Ծառուկյան ու ձեր թայֆով խորհուրդ կտամ ձեզ ամենավերջի գեժանակակից շամպունով լողանակ արա որտեվ ձեր կլանը ջախջախվելու է դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալեք ձեր տեղը քրեակատարական հիմնարկն է կեթական դե այն ձեր մեկը կա է ձեր այդ երևույթներից քերոփ ուզում դառնա կեթական դե քերոփների հետ կնստեք դա մեկ եւ երկրորդը կհիշեք Արտուր ժամանակին Ծառուկյան Գագիկի Բաշի բոզուկները Ենիչեները հարձակվել էին հայկական ժամանակ թերթի խմբագրության վրա եւ Էդուարդ Բաբայան կարող է պատմես որ այդ Բաշի բոզուկների մեջ դու ես եղել արա որպես 6 նոց գագոյի մենք քաղաքական տեսանկյունից բնաջնջելու ենք ձեզ ու այս քաղաքը Հայաստանի Հանրապետությունը ազատագրվելու է Արա մեր հայր ունեք մեր սուրբ հողում Արամ հիմա մեր հայրենակիցների մոտ առաջին հարցը որ առաջանում է երբ է վերադարձվելու այս գույքը օրինակ պետականացվելու Հայաստանի Հանրապետությանը եւ երկրորդ հարցը թե ինձ թե մեր հայրենակիցներին հետաքրքիր է ինչպես է հնարավոր աշխատել տարիներ շարունակ անվտանգության ախրանիկ լինել անվտանգության աշխատակից լինել եւ ունենալ սեփական խնդրեմ մեր օպերատորի խնդրեմ ցույց տա սեփական անվտանգության աշխատակիցների համար նախատեսված վայր այնտեղ տարբեր շինություններ առանձնատան մեջ սա միլիոնավոր դոլարների հասնող առանձնատուն է ինչպես նաև երկու կողմից թանկարժեք տեսախցիկներ են տեղադրված այստեղ կարծես թե մենք գտնվենք նախագահական ամառանոցի դիմաց ոչ թե Կոտայքի Աբովյան համայնքի ղեկավարի առանձնատան դիմաց եւ սա միլիոնավոր դոլարների հասնող առանձնատուն է սա եւ նաեւ տարիներ առաջ հետքը հրապարակումներ էր արել որ բացահայտվել էր որ 10-ից ավել գույք կա Էդուարդ Բաբայանի այո դա իր անունով նաեւ փոխկապակցված անձանց անունով եւ երբ պետք է վերադարձվի այս գույքը Հայաստանի Հանրապետությանը Արտուր շատ շուտով, որովհետև Ծառուկյան Գագիկին երբ որ մենք նկարում էինք նրա ամրոցը եւ զգուշացնում էինք, որ մկով կռիսով տանգված լինեն հերոստատույցի առաջ շատ կարճ ժամանակ մի քանի շաբաթ անց նա հայտնվեց իր բնորանում, նաեւ նրա փեսան այդ Արգամիկ Աբրահամյանը հայտնվեց, որտեղ որ պետքա հայտնվի եւ սա դեր շարունակությունն է Եվ սրանց հերթ ուղակի մենք առաջ ենք գցում։ Մյուս փեսան նաև նախքին համայնք։ Արո ենք Tinder բերողի տեղն է ով այդ ինչ որ մարսպետեր ինչ էր, այն որ տան պատուհաններն էր թրցրել քարեր։ Քարերն էին անգամ։ Արի մեր երկու կոպեկ փողտան գնա մի երկու ավտո քարար արա։ Այն էլ հելակ հաուզ արշավին Ծառուկյանը եկեղեցի սարքող։ Ինչ եկեղեցուց ես խոսում դու արա։ Ով եք դուք ընդհանրապես։ Հայ ժողովրդին թարնել եք, հարկերը չեք մուծել, բերել եք մի հատ եկեղեցի եք սարքել, էլ ձեր անուններով։ Լավություն եք ծախում մեր ազգի վրա։ Ոչ մեկի բիջը բանակում չի ծառայ, արա։ Որ էս ազգի տղերքը անուն էին թափում։ Բայց որ ձեզ խելոք պայեք մտ նիվանը վեր կտան վերջում։
Որտեվ դուք բոմժ եք դառնալու։ Գոնե նիվով կֆրակ Էդոյի հետ։ Էդոն կնստի դեմը գագո դու էլ բագաժնիկը։ Ձեր վերջը ես տալու եմ, տեղը չբերեցիք։ Ու այն Բելարուսիա փախածին։ Լսի քեզ ինչ եմ ասում, արա։ Անակնկալ ունես մոտ օրերս։ Այն Շաումյանցուն մի հատ էլ քո խելքի մեկը կային, որ ածականը չգիտեմ, Տեսլայա, Չանգանա, Զապա ինչա։ Այդ իրեքով, որ Մոնակո կայֆավատ էի կլնում։ Այդ իրեքիդ ես կանդառնամ։ Պինդ բռնվեք արա։ Դուք տեղը չբերիք ուղակի։ Հələ փախել են Հայաստանից բանը, Ռեմբո են խաղում։ 24 ժամ հասանելի ենք արա։ Մենք ի տարբերությունից հետևից խփող թռնող չենք։ Մենք դեմը մարդու ճակատին ոնց որ եկել ենք սրա տանդեմն ենք կայնը, մեկը չկա հելնի։ Այսպես թռած ապրելու եք արա սաղդ։ Բայց եւս մեկ անգամ վերջում հիշացնեմ ձեզ, որ դուք դառնալու եք բոմժ։ Արամ, ես հանուն արդարության նոր հիշեցի, երբ Գագիկ Ծառուկյանը կառուցեց այս եկեղեցին, այստեղ տարիներ շարունակ, բայց հանուն արդարության պետք է ասեմ, այստեղ մոմը չէր վաճառվում, անվճար էր տրամադրվում եւ մի օր երբ մտա արդեն ասեցին մոմը վճարովի է դարձել, ասեցի դե ինչի համար Գագիկ Ծառուկյանը աղքատացավ, ասեցին ոչ, պարզապես պետք է այդ հարցով դիմեք Գարեգինին, իդեպ այստեղի հոգեվոր հայրերն են ասել, այո, պետք է դիմեք Գարեգինի հրամանով է դարել մոմը արդեն սկսել է վաճառվել։ Նաև որպես տենց բարեգործություն Գագիկ Ծառուկյանը այո ունեցել է քայլեր, նաև ասենք նա փողով եկեղեցի սոճիում օծող է։ Նա ինչ հոգևորական։ Ես դա նման հոգևորական չեմ ճանաչում։ Ինչ ինքն ինչ այն քոսոտ աղբերը։ Սրանք ուղղակի Արտուր նորից եմ նշում, չեն հասկանում թե ինչա իրանց հետ կատարվելու։ Դեր տակ են։ Բայց Գագոին նայեք ձեզ խղճացեք։ Այն որ ժամը մեկ դուրը բացում են ոտիա կայնում արտասանում, այդ է ձեզ սպասվում։ Իսկ ձեր հետ փող կապացած թռածներին թող հույս չունենան, որտեղ թռած կյանքը վայելելու են։ Բերման ենք ենթարկելու հանձնելու ենք արդար դատությանը։ Դուք տեղ չունեք։ Իսկ դու էդուլիկ դեր սպասի, որովհետև մենք նոր հանգամանքներ ենք ի հայտ բերելու քո գործունեության հետ կապված։ Ու որ նստում ես այդ Ծառուկյանի հետ եզդի ախանիկի մաշնի հետևը, որ այդում ես հրանգները ստանաս, դու որ զուգանես, դու մենք տեղյակ ենք արա։ Եղավ ու այս քաղաքում, այս երկրում բդեժքներ չեն ելնելու։ Ֆեոդալիզմի վերջը մենք տվել ենք։ Դուք անելիք չունեք այս սուրբ հողում։ Դուք պետք է գլուխներդ գաք ապաշխարեք, բայց բոմժ դառնալուց հետո։ Արամ եւ քանի որ հիշատակեցիր Գագիկ Ծառուկյանի փեսային Արգամ Աբրահամյանին, այո, եւ նա մեղադրվում է, որ իր թիկնապահին հրահանգել է, որպեսզի սպանի հոգևոր հովին եւ կարծես թե այդ միջադեպը արդարացնում են, այսինքն այդ սպանությունը հիմա քաղաքական ուժեր կան, գործիչներ կան, որ արդարացնում են, ասում են մտել եք մարդու ընտանիք, անձնական կյանքի տվյալներ եք հրապարակում, այնտեղ կապի մասին էր խոսքը գնում, կնոջ եւ այդ հոգեվորականի քննչական կոմիտեին են մեղադրում, փաստորեն ընդդիմադիր դաշտում արդարացնում են այս մարդկանց, ովքեր մեղադրվում են սպանության մեջ։ Սպանություն պատասխանելու մեջ եւ նշեմ Տիկնակ եւ պարոնայք։ Ուրեմն դեր անձնական տվյալներ մենք չենք հրապարակել։ Այդ քննչական կոմիտեն ինչ որ հրապարակել է, դա ուղղակի նախաքննության մի մասն է։ Բայց ես այլ տվյալներ ունեմ անձնական բնույթի, արգամիկի, այնտեղ ոնց են գրել ԵՑ-ի, ԳՑ-ի մասին ու ոչ միայն։ Ու այդ անձնական բնույթի տվյալները ես կհրապարակեմ մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է Արգամիկ Աբրահամին, ուրեմն սա ինքնա հաբրգ է, այն ինչ որ սրա քնչականից բան են գցել, այդ որ ցուսմունքա տալի, 3 տարի այդ գործով տեսանյութ, այնց է կետը փրվե։ Ոնց որ բանն է, հոր դուքյանն է։ Բայց ձեր վերջը պետք է պոլին փրված ելնեք, արա, ոնց որ փռին տարան։ Էդ է ձեզ սպասվում։ Պետական կառույց մտնեք, դու գլուխներիդ կախ մտնեք դուք, արա։ Ձեր վերջը էդ է։ Ու ինչ է նշանակում, սպանույթ մարդ են տվել սպան է, անմեղ։ Ասում է, բանը, անձնական տվյալ են հրապարակել, բա ինչ պետք է անեն։
Բայց գրողին որ գան վաղը քո բջին կամ քեզ պահեստում տան գյուլեն արա, դուրդ կգա։ Թե սովորեք Սերժիկի ու Քոչարյանի վաղ ինչ լնում էր բանը, ասպեն ինքնասպանությունն է։ Ես համոզված եմ որ Ռոբերտ Քոչյանի իշխանության տարիներին էր, ասել են այդ հովիվը ինքն իրան պահեստում մեջքից խփել է։ 3 անգամ։ Նաև կոնտրոլի Սրանք այդ են։ Այո։ Դրա համար եմ ասում, ձեր վերջը եկել է այդ քրեաօլիգարխիկ համակարգ, այդ Ղարաբաղյան շարժման, այդ Ղարաբաղյան էլիտայի մնացուկներ։ Ձեզ չեմ ուզում ասեմ ինչ ենք անելու, որտեվ մեզ կանայքն են դիտում։ Դուք հասկացաք, լողացեք ու պատրաստվեք։ Արամ եւ եթերի վերջում երբ ուսումնասիրում ենք գործերը այդ հարստությունները այնպես մեծ թղթապանակներ են հաստ ամեն մեկի անվան հետ կապված որ կարելի է տարիներով որ ասում են 8 տարի է բան չայցի կարելի է տարիներ շարունակ հետ բերել ու հետ բերել եւ եթե այս ամեն ինչը չլներ այս թալանը չլներ մեր հայրենակիցները մեր մեծերը մեր տատերն ու պապերը արդեն բավական թանկարժեք թոշակ կստանային ստեղ էլ երեխաները կգային եւ ատրակցիոններից կօգտվեին նաեւ արամ ուզում եմ պարզաբանես որ մենք ասում ենք մոտ ժամանակներս մեր հայրենակիցների շատերը մտածում են հենց եթերից հետո միանգամից պետք է տեղի ունենա չնայած որ իրավական հավաքարկում հիմա փոփոխություններ է եղել եւ օրերս Սրփուի Գալյանը հայտարարեց որ դատավորներն չեն կարող էլ գործերը ձգեն եւ տարիներ շարունակ արդեն տևի մաքսիմում 1 տարի հետո պետք է նաեւ կարող է երկարացնել որոշակի ժամկետով դատավորը բայց հատուկ հիմնավորումով Այո Արթուր եւ բնականաբար դա դժվար գործընթաց է որովհետեւ տեսեք ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանը այդ նախին ռեժիմից այսպես նշեմ որ բացառապես օրինականության սահմաններում է պայքար մղում եւ նորից եմ նշում մենք անարդարությանը եւ այս անօրեն իրավիճակներին պետքա հաղթենք միմիայն օրինականության ճանապարհով որովհետեւ մենք դրանով ենք տարբերվում եթե մենք գնանք անօրինական եթե ժողովուրդ օրինակ Նիկոլ Փաշինյանը եթե այդ ճանապարհով գնար ժողովրդին մի հատ լայվ կաներ ու լինչի դատաստանների ականատես կլինենք ժողովուրդը կմտներ սրանց տարմից սրանց սերը կփոխեր բայց մենք ես նշում եմ որ իշխանությունները գնում են օրինականության ճանապարհներով եւ օրենքով կարգով ոնց որ Ծառուկյան Գագիկն է իմ անդե իր ժամանցը իր կյանքը վայելում նույնն էլ է սրա արխանիկն է ինչն է այս հաստավիզը սա մենակ վիզն է հաստացել այս էլ գնալու է վերընկնի ինձ տարբերակ չունի բայց այդ process-ը լինելու է զուգահեռ զուգահեռաբար նրանք դառնալու են բոմժ դա ես ձեզ խոսք եմ տալի շնորհակալություն Արամ քեզ շնորհակալություն ձեզ սիրելի հայրենակիցներ որ հետևում եք մեզ ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է ես Արթուրն եմ Արամ մեկը ստեղ եկել է խնդրում եմ այստեղ մեքենայով ինչ որ մեկը եկել է եւ ուզում եմ իմանալ ում մոտ եք եկել Չեմ դեսում Ինչ? Դու գով եք Հա դու գով եք Նկարում Հա? Երեխուց ինչ Ո՞վ? Նկարում Բան էր ասում վալես Հա Նկարի է, սա համադրով բանում նկարի սա Ինչ ան Ումը տանցի ներս է Ինչ ես նկարում Ոնց իշտան Ինչ ով է քեզ թույլ տվել նկարում Ինձ ով է թույլ Հա, հա քեզ բանը Հայ ժողովուրդը Դու ես հայ ժողովուրդ Ես հայ ժողովրդի ներկայացուցիչն եմ ստեղ Վաղը կիմանա Հա, գնաս տենց հայտը Վախեցրին նկարի Ասում եմ Էլ ինչ ստեզում նկարի Ասում եմ վաղը կիմանա Ծառուկյան Գագոնիներ է խոսում մեզ Արա գնա գործ Ասում եմ Գագոնիներ մեզ պես խոսում Սիրելի Այդ հայրենակիցներ հետո սենց է արնելու Նկարի ինչ կաց թե սաղ նկարի Հայ ժողովրդի դեմ խաղ չկա Ծառուկյան Գագոին կբարևես մոտ Սեմ Գագոին մոտ օրես կբարևես Եղավ Սիրելի հայրենակիցներ պարզաբանեմ Էդուարդ Բաբայանն էր Աբովյան համայնքի ղեկավար դուրս եկավ տնից նա ամենայն հավանականությամբ նրա դուստերն էր մեքենայով մտնում ներս այս մեքենան եւս նրանց հետ էր ուղեկցում էր անվտանգության այո աշխատակիցներն կայանեց այնտեղ հետին դուրս եկավ Անվտանգություն է, սրանք վիճակ են նայում։ Ահա, նկարի, ահա 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 նկարի,
Եվ մենք այսքանով ավարտում ենք սիրելի հայրենակիցներ մեր հաղորդումը, հուսով ենք, որ իրավական գնահատականը բնականաբար չի ուշանա շատ շուտով կարժանանա համապատասխան գնահատականի, այսքան ենք նախատեսել այսօրվա համար, ձեզ հետ ձեր սիրելի քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, եւ եթերի ավարտին պետք է խնդրեմ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումներ ստանաք առաջին, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք տեսանյութով, որպեսզի ել ավելի շատ հայրենակիցներ դիտեն թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Բարի եւ խաղաղ գիշեր եմ մաղթում եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։